Սուրբ Ծննդյան խաղաղ պատարագից ժամեր անց կյանքը գլխի վայր շրջվեց Սիրիայի խոշորագույն քաղաքում։ Հալեպից էպիկենտրոնին մանրամասներ է պատմում Բերիո հայոց թեմի ազգային վարչության ատենապետը։ Մինչ այդ կարգը սահմանափակ շրջաններում մեջ իմացած էինք, որ փախումներ տեղի կունենան, սակայն արդեն հետմիջօրեն ժամի 3-ին ետք, որ սկսան փախումները ավելի լայն ընթացք ստանալ եւ ժամ առ ժամ ավելի սաստկացան ու կատաղի մարտերի վերածվեցին։ Քրդական ուժերի եւ կառավարության վերջին բանակցություններից հետո ռազմական գործողությունները Սիրիայում նոր թափ են առել։ Լուրեր կան սպանվածների ու վիրավորների մասին։ Վիրավորների մեջ նաեւ երեխաներ կան։ Ով է պատասխան տալու, որ 4.5 տարեկան երեխա կորցրեց աչքը։ Ով է պատժվելու։ Ինչպես բացատրենք երեխային, որ երկու խմբերի պատերազմի պատճառով է աչքից զրկվել։ Կիրառվել են հրաձգային զենքեր, հրետանի, Սիրիայի ժամանակավոր կառավարությունը որոշել է Հալեպի օդանավակայանից եւ դեպի օդանավակայան չվերթները դադարեցնել 24 ժամով։ Լարվածությունը պահպանվում է, հորիզոնում խաղաղություն չի նշմարվում։ Դժվար է կանխատեսել ինչ է սպասվում, պատմում է հալեպահայ համայնքի ներկայացուցիչը։ Այս պահին հադուգդոր գրագոցներ կան, բայց այդ երեկոյան կամ հետ միջօրեին եղող բախումներու սաստությամբ չեն։ Սակայն այնինչ որ դեղյակ ենք, ժամանակ տրված է Շեխ Մահսուդ եւ Աշրաֆի թաղամասերու բնակչության, որովհետեւ իրենց դուներեն դուրս կան շրջանը զինվորական կոդի հայտարարված, որ մեկ շատ հավանական է, որ լան նոր զարգացումներ։ Դպրոցներ, խանութներ, պետական հաստատություններ քաղաքում չեն աշխատում, պատմում է Ռեիսյանը։ Տեղացիների հետ դժվար ճանապարհով անցնում է նաև հայ համայնքը, ինչ վիճակում են, ասում են առայժմ վնասներ չկան։ Փառք Աստծո, մինչև այս պահը հայ մեր համայնքի զավակներեն վնասվողներ չեն ունեցած, հատկապես մարմնային վնասվածքներ չկան, բարձրապես գրնան գարկմը դեղերու մեջ նյութական վնասները լան, այդ քննագործումներու ընթացքին ստեղծված նյութական վնասներ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը քրդերի գլխավորած դեմոկրատական ուժերին մեղադրել է էսկալացիան շարունակելու Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները թիրախավորելու համար։ Քրդերը սակայն հերքել են իրենց պատասխանատվությունը, նշելով, որ մեղավորը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումներն են, որոնք անխնա հրետանային եւ հրթիռային կրակի տակ են պահում քաղաքը։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։